Զելենսկին ու Պուտինը վերջապես կնստեն բանակցային սեղանի շուրջ։ Զելենսկին անձամբ կսպասի Պուտինին 5 շաբթի Թուրքիայում, ինքն է այդ մասին հայտարարել։ Ասում է, ռազմաճակատում սպանությունները ձգձգելու իմաստ էլ չի տեսնում։ Հույս ունեմ, այս անգամ ռուսաստանցիները պատճառներ չեն փնտրի չգալու համար։ Մենք սպասում ենք հրադադարի լիակատար և տևական, որպեսզի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմք ստեղծվի։ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար ուղիղ բանակցություններ են պետք, հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակը։ Նախորդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր առաջարկել Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում խաղաղ բանակցություններ սկսել։ Այդ ժամանակ Զելենսկին պնդում էր, թե պետք է նախ դադարեցվի կրակը ռազմաճակատում։ Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը հավանաբար մեղմացել է Պուտինի առաջարկը ընդունելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բավականին կտրուկ կոչից հետո։ Նրանք, ովքեր իսկապես խաղաղություն են ցանկանում, չեն կարող չաջակցել բանակցությունների այդ առաջարկին։ Եվս մեկ անգամ երախտագիտություն եմ հայտնում մեր արտասահմանյան գործընկերներին ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերի համար։ Այդ երկրների թվում են Չինաստանը, Բրազիլիան, ամբողջ Աֆրիկան, Մերձավոր Արևելքը եւ վերջերս ԱՄՆ նոր վարչակազմը։ Администрация Соединенных Штатов Америки. Մայիսի 14-ից 16-ը նախատեսված է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Թուրքիա։ Այս մասին պետդեպարտամենտն է հայտնել։ Ստամբուլում 2022-ին Ռուսաստան-Ուկրաինա ընդհատված բանակցությունները վերսկսելու Պուտինի առաջարկը ողջունել է նաև Էրդողանը։ Արդյունքում պատերազմը շարունակում է մարդկային կյանքեր խլել, փոշիացնել խաղաղ բնակավայրերը։ Հրադադարի պատրաստվող երկրները շարունակում են ԱԹՍ-ներով գրոհները։ Խերսոնի շրջանում 4 զոհ կա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով, հայտնել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Ուկրաինական զինուժի հրթիռային հարվածի հետևանքով այս գիշեր 3 մարդ է վիրավորվել Կուրսկի շրջանի Ռիլսկ բնակավայրում։ Վիրավորներից 2-ը գլխի բեկորային վնասվածքներով են տեղափոխվել հիվանդանոց, հայտնել է Կուրսկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Պայթյունի ալիքը վնասել է հյուրանոց, մեքենաներ, 2 առանձնատուն։ Ուկրաինայի ռազմական օդուժն էլ այս գիշեր հետ է մղել Օդեսայի, Նիկոլաևի, Դոնեցկի և Ժիտոմիրի շրջանների ուղղությամբ արձակված 55 ռուսական ԱԹՍ։ Վիրավորներ կան։ Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Կոտլյարովկա բնակավայրը։ Լիլիթ Գասպարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։